Երկու հարթակ։ Առաջ մի փոքր։ Դասընթացներից հետո, որ հասկացել եմ արդեն էդի խաբեությունն է, դիմել եմ նորից իրավաբանական ֆիրմաներին իրանց հարթակից, նորից նույն էսմի ծառայության համար վճարեք, էսմի ծառայության, հետո եմ հասկացել վերջում ու հասկացել եմ, որ էդ էլ ա եղել խարդախություն։ Հիմա եկել եմ 24 թվին դիմել եմ քննչական ու 24 թվից անց ես էլ ինձ ոչ կանչում են, ոչ գրում են, ոչ ներկայանում են, ոչ էլ գիտեմ իմ գործս ում մոտ է, իմ քննիչը զանգեց, ասեց, որ ինքը տեղափոխվում է, տոլի դուրս է գալիս ու իմ գործը փոխանցվելու է մեկ ուրիշին։ Ու մինչև այսօր ես չգիտեմ իմ գործը ում մոտ է, իմ քննիչը ով է, իմ գործս ով է ուսումնասիրում։ Ու մինչև հիմա այս գովազները Facebook-ով, սոցկայքերով ֆռում է։ Հիմա ուրիշ ձևերով ինչ որ դասընթացներ 24 թվին։ 24 թվին։ Շատ եմ կորցրել ես, գումարը էական չի, ուղղակի գործը առաջ գնալու համար։ Այս գործը չի շարժվում տեղից։ Ոչ հետաքրքրվում է, ոչ զանգում են, կարող է ինչ-որ ես մի հատ նոր բաներ ունեմ ներկայացնելու, ընդհանրապես։ Ոնց է տեղի ունեցել, ոնց է աղոտ։ Սոցկայքերից եմ ես իմացել։ Ինչ եք իմացել։ Չէ, իմը եղել է Global Multibank բանը, հարթակը, որ ասել է կսովորացնենք ձեզի, դասընթացներ կմասնակցեք ու կսկսեք աշխատել բիրժայի հետ։ Դրանից հետո արդեն սկսվի, երբ որ արդեն գումարը պետքա դուրս գրվեր, արդեն սկսվեց, ես մի ծառայության համար վճարեք, ես մի ծառայության համար, այսինքն ստրախովկեք, այսի մինչեր, այնքան լիքը բաներ են ասել, արդեն ես էլ եմ գումար եք տալիս դասընթացի մասնակցելու համար, բայց դասընթացը այդպես էլ տեղի չի ունեցել։ Ունենում էր շատ նենց, հետո սկսվեց ավելի շատ ներդրումային բաները, այդ դասընթացներից հետո իբրև պրակտիկորեն էլի ավելի ճիշտ կլինի, որ համ ներդրում անենք, համ դուք կսովորեք այդ ձևով ու ցույց է տալիս, որ իմ հարթակում հավաքվել է լիքը գումար, այսինքն դուք արդեն կարաք ասма դուրս անեք այդ գումարները ու այդ գումարները դուրս չեն գալիս, քանի որ ամեն ծառայության համար իրան գումարներ են պահանջում, բանկերի քաղվածքներ, այսինքն պետքա բացենք, ինչով եք ուզում փոխանցվի գումարը դոլարով կամ կուզեի դրամով ասենք, բայց չի լինի, քանի որ պետքա մի խոսքով հաշիվներ պետքա բացեի, որ իրանք կարային փոխանցեն, հետո սկսվեց այս մի ստրախովկեն, այս մի բանկից, հետո վերջում եղավ, որ տրանզիտը չի թույլատրում, ձեր բանկը չի թույլատրում։ Այդ որ ասեց, էդի որ բանկը արդեն չի թույլատրում, որ մտնի ձեր բանկը, մենք ուղարկել ենք տրանզիտ ինչ-որ բանկոմատ կա, այս իմ տերմինալը չի թողում, որ ձեր հայկական բանկը մտնի ձեր հաշվի վրա նստի, հա, ձեր հաշվի վրա նստի։ Այդ ուսուցման պրոցես ասվածը մոտավորապես մոտ մի ամսից 2 ամիս ու պլյուս դրա հետ միասին միանգամից այդ բիրժայում իբրև մենք ներդրումներ էինք անում ու սովորում էինք այնտեղից միանգամից, այսինքն քիչ-քիչ գումարներով ու հետո ամեն անգամ ինչ որ իրանք հնարում են, որ խալվինգ պետքա լինի, ավելի պիտի կրկնվի, եթե ավելի լավ կլինի, ավելի շատ ներդրում անեք, որ ավելի շատ ստանաք ու այդ դրա վրա մենք խափնվեցինք, ավելի շատ ներդրում արեցինք ու ստացանք ոչ մի բան։ մեծելի եղել են մարդիկ, որ դիմել։ Ոչ։ Իսկ հիմա հանդիպում եք սոցկայքերում այդ ձեր ասած։ Անպայման, ամեն օր 3 կարամ հենց հիմա հեռախոսով ցույց տամ, 3 էլ են զանգում են տարբեր համարներից, ընտրեմ կարամ հենց հիմա էլ ցույց տամ։ Ամեն օր իրանք ինձի զանգում են, ամեն օր։ Ու ներկայանում են մեկ-մեկ չեմ պատասխանում, ջղայնացած եմ լինում, մեկ-մեկ պատասխանում եմ, խնդրեմ, այսենց համարներից են զանգում, այդ կարմիրով չեմ պատասխանել 3, որտև աշխատանքի եմ եղել։ Ոչ, ռուսերեն են խոսում, ու իրանք շատ դանիները սաղին գիտեն արդեն, մենք ենքան ենք երևի մտել դուրս եկել, ու իրանք ներկայանում են որպես ամեն մեկին գլխավոր տնօրենն է, գործը հասել է մեզ, ինչու՞մն է խնդիրը, ինչի՞ չի գումարը հասել ձեզ, ասում ձեր աշխատակիցներից հարցրեք, ինչի՞ չի հասել ինձ, որովհետև անընդհատ ինչ-որ ծառայության համար գումարներ են պահանջում, բա մենք անպայման կուսումնասիրենք, ու այսինքն ամեն անգամ ես գիտեմ արդեն վերջին ինչ ալնելու, նորից նույն ալնելու, ուղղակի հետևեն, կանխեն, չթույլատրեն, մեր մարմինները ինչով են զբաղված, ինչու են թույլատրում, որ նման գովազներ լինի,
որ մարդիկ խափնվեն։ Էդ է իմ Եվ կներկայանա